Հա թե ինչու է ասում ահաբեկիչներ։ Նրանք ռազմագերիներ չեն, ըստ Ալիևի։ Փաշինյանի ձեռնոցը նետված է ոչ միայն Ռուսաստանին, այլև Միացյալ Նահանգներին։ 1 միլիոն ադրբեջանցի Հայաստան է գալու։ Սրան որից է ձևով օրվա իշխանությունները արձագանքել են։ Բարև ձեզ հարգելի ստատիտողներ, Եվրոմեդիայի զրուցակիցը այսօր ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանն է։ Շնորհակալ եմ պարոն Նահապետյան հյուրընկալվելու համար։ Պարոն Նահապետյան, ուզում եմ մի հատ ամփոփել, քանի որ այսօր արդեն պաշտոնյաները Եվրոպայից ժամանած արդեն վերադարձան իրենց երկրներ, գագաթնաժողովները ժողովները ավարտվեց, ուզում էի մի հատ ընդհանուր ամփոփելով հայտարարությունները հնչեցրած այսպես ինչ ուղերձ ունեին, ինչ նպատակ ունեին ու ի վերջո գագաթնաժողովները ինչ տվեցին Հայաստանին։ Բացի այն, որ այս քանի օրը միջազգային մամուլի ու այսպես ասած աշխարհի ուշադրության կենտրոնում էր։ Նախ երկու գագաթնաժողովներ են։ Այո։ Առաջինը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով եւ երկրորդը Հայաստան Եվրամիություն։ Ուրեմն առաջինը ինքը կառույց է։ Այդ կառույցը ստեղծել է Ֆրանսիայի նախագահը 2022-ի մայիսին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողություն սկսելուց ամիսներ անց։ Եվ այդ կառույցի բուն նպատակը ՆԱՏՕ-ի անդամ երկրների Եվրոպայի Եվրամիության երկրների անվտանգային առումով Ուկրաինային օժանդակելու առումով աշխատանքների կոորդինացիոնն է ուղղված։ Այս հավաքին ներկա է նաև ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը եվրոպական քաղաքական համայնքի հետ որևէ կապ չունի, Կանադան, ինքը ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Թուրքիան իր պատվիրակով, Ադրբեջանը եւ ամենակարևորը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, այսինքն քաղաքական համայնքի աշխատանքներին մասնակցում է ռազմական կառույցի ղեկավար։ Ինքնին, եթե Միացյալ Նահանգների ներկայացուցիչը եւս լիներ այստեղ, ոչ նախագահ, ես կասեի, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է։ Բայց քանի որ Միացյալ Նահանգներ ԵՄ հարաբերությունները բավականին լարված են, Միացյալ Նահանգների ներկայացուցիչը այստեղ չկա։ Եվ հետեւաբար, այս առաջին հավաքն է կարծում եմ ես համար կարևոր, առաջին նպատակը Փաշինյանի զորակցություն ընտրությունների նախաշեմին, ցույց տալով, որ եվրոպական երկրները, Եվրամիությունը որպես վերպետական կառույց ամբողջովին սատարում են Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությունը։ Դա այդպես չի տողատակերով է արվում, բացի այդ ասում են, որ ձեր անգամ Մակրոնն ասեց, ասում է, եթե սա 8 տարի առաջ լիներ, ձեր օրոք չլիներով այդ պատկերացնում, որ նման միջոցառում կամ եվրոպացի այսքան պաշտոնյաներ կգան Հայաստան։ Դե ուզում եմ ասել, որ քարոզչական ինքը առարկայապես նպատակ ունի։ Երկրորդ կնքվեց երկու ռազմավարական գործընկերության պայմանագիր Ֆրանսիայի եւ Բրիտանիայի հետ։ Հայաստանը կնքեց։ Սա առարկայական կոնկրետ թե տողատակում չէր կարելի հասկանալ, ինչ ասել է Ֆրանսիայի եւ Բրիտանիայի հետ ռազմավարական գործընկերության հուշագիր, որը հետո պայմանագրի տեսք ունենա, բնականաբար ինձ համար գոնե պարզ է, որ Ռուսաստան դեմ Ուկրաինայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հիմնական թիմ 1 շահառուն Բրիտանիան է։ Իհարկե Ֆրանսիան հետո, բայց շահառուն Բրիտանիան է եւ այստեղ Հայաստանի ներգրավվածության որոշակի վտանգ կարող է լինել նաեւ այդ գործընթացներին։ Երրորդ, Ֆրանսիայի նախագահի կեցվածքը։ Ընդ որում մինչև նախագահի կեցվածքի հետ կապված ասեմ, այդ համայնքի գագաթնաժողովի վերաբերյալ շատ բաց տեքստով ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, ամսի 4-ին, ասում է, մայրցամաքի տարբեր երկրների առաջնորդները Կանադան հյուրի կարգավիճակով կքննարկեն, թե ինչպես համագործակցել անվտանգություն ու կոլեկտիվ դիմադրողականությունը ամրապնդելու համար, իսկ կոլեկտիվ դիմադրողականությունում հանդեպ ակնհայտ է Ռուսաստանի, շատ ճիշտ է։ Եվ դե անգամ հիբրիդային այսպես պատերազմի դեմ պայքարում զորքեր ուղարկեցին ու իրենք ասում են, որ մենք Ռուսաստանից եկող այդ վտանգների համար ենք այստեղ ուղարկել։ Եվ իմ խոսքը ես ավարտեմ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթից մի պարբերությամբ, որով ուղղակիորեն ասում է, որ Հայաստանից պետք է դուրս տրվի ռուսական զինանձնակազմը եւ բերվի ՆԱՏՕ-ի զորակազմ։ Այդ բերվի ՆԱՏՕ-ի զորակազմը տողատակով է ասում եւ այսպես ես մեջբերումը ասեմ, հետո կմեկնաբանեմ։ Ուրեմն Մակրոնը փաստորեն ցանկանում է օգնել Հայաստանին ազատվել ռուսական զինվորականներից եւ ասում է Հայաստանի տարածքում դեռ գտնվում են 4000 ռուս զինծառայող եւ ավելի քան 1000 սահմանապահ։
Այդ պատճառով Եվրոպան պետք է օգնի այս երկրին ավելի ինքնուրույն ապահովել իր սահմանների անվտանգությունը։ Եվրոպան ինքը զինական միավոր վերպետական չունի։ ՆԱՏՕ-ն միայն Եվրոպա չի, Եվրամիության այո անդամ երկրներ կան։ Իսկ ինչպես է ապահովելու, եթե ռուսները դուրս գան ինքնուրույն սահմանների անվտանգությունը ՆԱՏՕ-ով։ Այսինքն իսկ ՆԱՏՕ-ն ամենայն հավանականությամբ Հայաստանում ներկայացված կլինի Թուրքիայով։ Եվ այսպես կարելի ասել այն ծրագիրը ըստ որի Ռուսաստանի ամբողջ պարագծով պետք է ռազմական գործողությունների թաթերաբեմ ստեղծեն եւ շահառուները այդ առումով եվրոպական երկրներն են Բրիտանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդությամբ Հայաստանին եւս տեսնում են այդ գործողությունների թաթերաբեմը որպես միավոր։ Եթե նկատենք այդ պարագիծ կոչվածը Ռուսաստան խնդիրներ առաջացնելու կամ ռազմական գործողություններ, դա հետխորհրդային տարածքի 3 մեծբալթյան հանրապետություններն են, որոնք պետք է մասնակից լինեն Կալինինգրադի մարզի ամբողջովին շրջափակման մեջ, Մոլդավան, որը պետք է կեցված դրսևորի իր տարածքում մոլդավական մեր Դնեստրի մոլդավական հանրապետություն բնակվող 400,000 ազգությամբ ռուս եւ ռուսախոս մի մասը Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ հարավային Կովկասում պետք է ստեղծվի հարվածային բռունցք Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի զինված ուժերով, հիմա դա պատրաստվում է եւ կենտրոնական միջինասիական հանրապետությունների կողմից, այսինքն Ռուսաստանի ամբողջ պարագիծը, եթե նայենք, արևմուտքից դեպի արևելք, պետք է բռնվի ռազմական գործողությունների հրդեհով եւ Հայաստանը այստեղ ունի որոշակի դերակատարում, առավելս որ Հայաստանի զինված ուժերը կամ ավելի առարկայապես բանակը բերվում է ՆԱՏՕ-ի ստանդարտների։ Հակառակ դեպքում չէր կարող ոչ ՆԱՏՕ-ի ստանդարտներով զինվածությամբ եւ տարբեր տրամաչափի զինամթերքով ներդաշնակ գործել օրինակ Ադրբեջանի եւ Վրաստանի բանակների հետ միասին։ Բայց Հայաստանի բանակը այդ ռազմական, այսպես ասած, նույն զենք կամ համապատասխանում է արդյոք ՆԱՏՕ-ի ստանդարտներին։ Ոչ, տրամագծերը տարբեր են ինքնաձիգից սկսած։ Ինչպես է բերվում է։ Փոխում են, բայց հիմա աշճանաբար այն զենքերը, որ զենքը որ գնվում է, ասենք հրետանին գնվում է, բերվում է ՆԱՏՕ-ական զենք, գնվում է օրինակ Ֆրանսիայից, այո։ Գնվում է Հնդկաստանից, որի արտադրությունը հիմնականում ՆԱՏՕ-ական է։ Շուտով ասենք ինքնաձիգները Կալաշնիկով տիպի ավտոմատներ կարող են փոխարինել ամերիկյան արտադրության ավտոմատներով։ Չի կարող, տարբեր տրամաչափեր են ինքնաձիգից սկսած, փամփուշտներից սկսած, արկերով, հրթիռային կայանքներով, դա աշճանաբար կփոխվի։ Բացի դա, նաև մարտավարությունը, մեթոդաբանությունը, կառավարման մոդելը, այդ բոլորը փոխվելու է, որ կարողանան ներդաշնակ 3 պետությունների զին անձնակազմը, հետո մեր բանակի սպաները նաև վերապատրաստում են ՆԱՏՕ-ի երկրներում, այսինքն նրանց մարտավարության ու ռազմավարության են ծանոթանում եւ տեղում պրակտիկ գործունեություն իրականացնում։ Ուստև Հայաստանի վրա դրված է որոշակի խնդիր եւ այդ խնդիրը իմ գնահատմամբ ուղղակիորեն Հակոտնյայի Հայաստանի ազգային պետական շահերին ցավոք սրտի այսօր Հայաստանի իշխանությունները սպասարկում են այլ պետությունների ազգային պետական շահերը։ Պարոն Ահապետյան, Ադրբեջանից որևէ ներկայացուցիչ չեկավ, ընդհանրապես տեսակապով Ալիևը միացավ եւ թեւեսպեսոլի խոսեց խաղաղության մասին, բայց արեց այսպիսի մի հայտարարություն, ասում է մեզ հաջողվեց 23 թվականին Արցախում լուծել սեպարատիստների, այսպես ասած, հարցը, որին որպես այդպիսին արձագանքել չեղավ, բացի մեկ պաշտոնյայից եվրոպացի։ Ես կարծում եմ Հայաստանում արձագանք եղավ, այդ սեպարատիստ կոչված Ալիևի գնահատականը դա իրավիճակի համարժեք գնահատական է, որովհետև Ալիևը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի, Մակրոնի եւ Շարլ Միշելի հետ միասին ստորագրեց մի փաստաթուղթ, որով Արցախը դարձավ ճանաչվեց Ադրբեջանի մաս, եւ Ադրբեջանի ղեկավարը Ալիևը տարածաշրջանում շահեր ունեցող պետությունների ղեկավարներին վստահաբար հիմնավորել է, որ իմ երկրի տարածքում զինված խմբավորումներ են եւ որոնց դեմ ես հակաահաբեկչական գործողություն տանեմ։ Ահա թե ինչու է ասում ահաբեկիչներ։ Նրանք ռազմագերիներ չեն ըստ Ալիևի եւ սկզբունքորեն ինքը ճիշտ է այն առումով, որ ցավոք սրտի 2022-ի հոկտեմբերի 6-ին Հայաստանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս եւ այդ ճանաչումը գնահատվում է ցինիզմի ամենաբարձր աստիճանով։ Մեջ բերում եմ ասում Փաշինյան Նիկոլի ասում է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնը հանդես եկավ բացառիկ վճռականությամբ եւ սկզբունքայնությամբ։ Այսինքն մեր հայրենիքի մի մասը տրվում է մեր թշնամուն, բնականաբար զոհեր, հետո ռազմական բախում, զոհեր, վիրավորներ, արտագաղթ, մշակութային հոգևոր մեր ամբողջ ժառանգության
Թշնամու տիրապետության ներքո թողել, որը աշճանաբար ավերվում է եւ դրա համար Մակրոնի շնորհակալություն է հայտնում։ Պարոն Նահապետյան, դեպ մինչ այս եթե որևէ բարձրաստիճան պաշտոնյա գալիս էր, դա նաև այսպես ընթացակարգի մեջ էր մտնում, որ այցելում էին Մայրաթոր, բայց այս դեպքում որևէ բարձրաստիճան պաշտոնյա չգնաց այդտեղ, սա ինչի մասին էր խոսում։ Իսկ իրենց ծրագրի մեջ ընդհանրապես մտնում էր Մայրաթոր գնալ, այսինքն ինչի համար որ իրենք հավաքվել են։ Մինչ այս որ գալիս էր այդպիսի հարգանքի նշան, չէ՞։ Դե հիմա եթե օրվա իշխանություններին են գովերքում պաշտպանում, իսկ օրվա իշխանությունները փաստորեն չհայտարարված պատերազմի մեջ է մեր եկեղեցու Մայրաթորի վեհապար հայրապետի եւ հոգեվորականների դեմ։ Օրինակ եթե գնալ Մայրաթոր որույթին ներկայացուցիչ իրեն հարցնելու են դուք հիմա պաշտպանում եք, զորակցում եք Փաշինյանին։ Փաշինյանի ձեռան այսօր վեհապար հայրապետին արգելեցին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալ գնալով մեր հարևան երկրի հոգեվոր առաջնորդի մահվան արարողությանը մասնակցելու։ Մի քանի բարձրաստիճան հոգեվորականներ քրեորեն հետապնդվում են, մի մասը նստած են, մի մասը կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այդ հարցերը տալու են, չէ, ուղղելու են։ Այդ մարդիկ ինչ էին պատասխանելու։ Ասենք նույն Մակրոնը տեսականորեն որ գնար, այդ հարցին ինքը ինչ պիտի պատասխաներ։ Իհարկե պատասխաններ չուներ։ Ես կարծում գոնե առաջին հերթին այդքան հասկացել են, որ գնալ Մայրաթոր վեհապար հայրապետ հետ հանդիպել նշանակում է առնվազն այս հարցերի բարձրացման ժամանակ լուր մնալ։ Իսկ արդյոք իրենց պետք էր, կարծում եմ ոչ։ Եվ նախորդ հարցից ես ուղղակի միտքս ավարտեմ։ Գիտեք, Փաշինյանի կեցվածքը, որ ինքը ստանում է Եվրոպայի գլոբալիստների Եվրոպայի զորակցությունը, միաժամանակ մարտահրավեր է նետվում եւ Ռուսաստանի, որտեղ Ռուսաստանի թշնամի պետության նախագահ Հայաստանում է եւ ստանում է ամենաբարձր ընդունելությունը պատվի արժանանալու, խոսքը Զելենսկու մասին է։ Մի կողմից, մյուս կողմից, երբ Ալիևը խոսեց հերրակապով, նա մի քանի անգամ իր երախտիկը բարձրաձայնեց ԱՄՆ նախագահի նկատմամբ օգոստոսի 8-ին հայտնի հանդիպումը կազմակերպելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Ալիևը իր կեցվածք դրսևորեց, այսինքն ինքը ուղղակի իր հավատարմությունը մեկ անգամ եւս ցույց տվեց ԱՄՆ նախագահին։ Իդեպ ասեմ ձեզ, Փաշինյանը երբևիցե այս երկու օրվա հանդիպման ժամանակ որից է ձեւ չի իշտակել ոչ ԱՄՆ նախագահին, ոչ այդ կարևոր հանդիպումը, որով որ ըստ Փաշինյանի տարածաշրջանում եւ հայ-ադրբեջանական սահմանում երկատև եւ կայուն խաղաղություն է ապահովված։ Ես ուզում եմ ասել, որ Փաշինյանի ձեռնոցը նետված է ոչ միայն Ռուսաստանին, այլև Միացյալ Նահանգներին։ Սկզբունքորեն ես չեմ բացառում, որ Միացյալ Նահանգների կողմից նաեւ համարժեք արձագանք կլինի, թե ինչ տեսքով դա կյանք ցույց կտա։ Նկատի ունեք հայտարարություններ այս ընթացքում, չէ՞։ Ես կարծում եմ, քանի որ օրինակ շատ քննարկվեց, բայց Զելենսկու այցը ասում են առաջին անգամն է, հա, որ 24 տարվա մեջ առաջին այցն է, անել այս լարված իրավիճակում, բայց մինչ օրս ռուսական կողմը որպես այդպեսի չի անդրադարձել այս հարցին։ Թե հետևանքները ինչպիսին կլինեն, կամ այդպես հարցը կփակվի։ Ես կարծում եմ, որ ռուսական կողմը քարշչական դաշտում այնուամենայնիվ կեցված դրսևորվել է։ Ես ասենք հերոստահաղորդումների ժամանակ փորձագետներն են կեցված դրսևորել Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի կեցվածքով Մակրոնի եւ Փաշինյանի նկատմամբ բավականին վիրավորական արտահայտություններով հասկանալի է, որ ենթատեքստը Փաշինյան-Զելենսկի հանդիպումն էր, բայց գործնականում ես դժվարում եմ ասել, թե Ռուսաստանի ինչ կեցված դրսևորում։ Սա ասեն կարող է ընդունել ի գիտություն, որ ռազմավարական դաշնակից պետության ղեկավարը ընդունում է Ռուսաստանի թշնամի պետության ղեկավարին եւ նա հետ բանակցություններ վարում։ Դե մենք ասում ենք մենք անկախ պետություն ենք ու մեր այցերը չպետք է պայմանավորվեն այլ երկրներով։ Չի կարող երկիրը ամբողջովին անկախ լինել, եթե ինքը ունի պայմանագրեր կամ գտնվում է վերպետական կառույցի մեջ անդամակցության կարգավիճակով։ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է։ Հայաստանը Ռուսաստանի հետ առնվազն երկու ռազմական պայմանագիր ունի եւ փոխադարձ պարտավորություններ։ Պայմանագրերը կաշխանդում են ինչ որ այցեր էստեղ կազմակերպել։ Բարոյական տեսանկյունից միանշանակ։ Իսկ եթե պարզի որ ասենք Հայաստան եւ Ուկրաինան պատրաստում են Հայաստանում դնել համատեղ արտադրություն, որը ռազմական նշանակություն ունի։ Եվ այդ արտադրանքը պետք է փոխանցվի ենթադրենք Ուկրաինային, ընդ որում Ուկրաինան եվրոպական 10 երկրներում նման համատեղ ձեռնարկություններ ստեղծել է։ Եվ որոնք արդեն իսկ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից թիրախավորված են որպես պետություններ, որոնց տարածքում արտադրվում է զենք եւ զինանյութեր, որը օգտագործվում է Ռուսաստան դեմ։
Հասկանալ է, որ եվրոպական երկրները Ռուսաստանի հետ դաշնակցային պարտավորություններ չունեն, բայց Հայաստան ունի, չէ՞։ Եվ ինչ է կարծում, եթե Հայաստանը նման գործելավոճ է որդեգրում, արդյոք Ռուսաստանի կողմից համարժեք խիստ քայլեր չի արժանանա։ Այն էլ այն վիճակում, որտեղ մեր գլխին դամոկյան սրի պես թուրքական յաթաղանն է կախված, Ալիևի հայտարարությունները, որը ստարած իրենց պատմական հայրենիքն է, եւ վաղ թե ուշ իրենք վերադառնալու են։ Այդ 300,000-ը այնքանով որքանով է։ Ալիևը անցյալ տարի սեպտեմբերին ՄԱԿ ասամբլեայի նստաշրջանում 1 միլիոն թիվն է ասել։ 1 միլիոն ադրբեջանցի Հայաստան է գալու։ Սրան որից է ձեւ օրվա իշխանությունները արձագանքել են։ Հակադրել են ինչ-որ մի բան։ Ման հարց ընդհանրապես օրակարգում չկա, ասում են։ Եթե չկա, իրենք կարող են, չէ, արձագանքել։ Ամեն դեպքում ՄԱԿ-ի ամբիոնը ոչ սովորական ամբիոն է եւ ոչ էլ ներքին սպառման համար է, չէ։ Հաճախ Ալիևի նման կեցվածքն ու գնահատականները օրվա իշխանությունները իբր փաստարկում են, որ այդ հայտարարությունները Ալիևը անում է ներքին սպառման երկրի քաղաքացիների համար, չէ։ Իսկ ՄԱԿ-ի ամբիոնից նման բան բարձրաձայնելը ոչ միայն դա, այդ թվում նաեւ դա։ Ես կարծում եմ, որ օրվա իշխանությունները ուղղակի սկզբունքորեն իրենց քայլերով ավելի շուտ նմանվում են կոլաբորանտ կառավարության եւ իշխանությունների, որոնք կատարում են հաղթած ռազմի դաշտում հաղթած պետության կամքը, քան ինքնիշխան երկրի ղեկավարը։ Բադապետը լավ ու վերջում մի հատ ամփոփեք գտանուր պատկերը հասկանանք, ինչ որ այսպես շահումներ կամ հետագայում այս ժողովների, եվրոպացիների այցերի հետևանքները կտեսնեք, թե ոչ կամ դրական կամ բացասական։ Ես կարծում եմ, օրինակ իշխանությունները ասում են, սրա ամենամեծ առավելությունը Հայաստանի հետ հեղինակության հարցն է, որ այս ընթացքում ուշադրության կենտրոնում էր անդրադարձած մեն ամենամեծ պլյուսը դա էր։ Կան ուրիշ։ Ես կարծում եմ, այդ հեղինակությունը դա քարոզչական դաշտի գնահատական է։ Մեր ժողովուրդը ունի անվտանգային խնդիր, աշխատելու խնդիր, արտադրանքը սպառելու խնդիր, դրսից վական էժան գազ ստանալու խնդիր։ Սրանք են առարկայապես։ Եվ ինչի մասին ես բարձրաձայնեցի, այդ բոլորը ուղղակիորեն կապվում է Ռուսաստանի հետ։ Հիմա իբր վերացական հեղինակության բարձրացումը արդյոք արժի, որպեսզի այն փոխարինվի, ենթադրենք Ռուսաստանի անվտանգային հովանոցից դուրս գալու, գազի կտրուկ գնի աճման, ատոմակայանի փակման, Հայաստանում գյուղմթերքի արտադրության սպառման ռուսական շուկաների փակման, Ռուսաստանից տրանսֆերների հսկայական գումարներ Հայաստան մտնելու, Ռուսաստանում միլիոնից ավել, տարբեր գնահատականով մինչև 3 միլիոն են ասում, այն հայերը, որոնք որոշակի առումով իրական առումով, իրավական առումով որոշակի խախտումներով են Ռուսաստանում ապրում, աշխատում, բնակվում, նրանց նկատմամբ իրավական գործընթաց սկսելու եւ այդ անձանց արտաքսելու, արդյոք այդ այսպես կոչված հեղինակությունը նժարի վրա դնելով արժի այնքան Եվրոպան էլ է մեծ պատրաստ վտանգային ու այդ ձեր նշած երաշխիքները տալ։ Դե հիմա ինձ ցույց տվեք մի երկիր, որտեղ Եվրոպան տվեց երաշխիքներ եւ այդ երկիրը բարգավաճում է։ Ես կարող եմ մի երկիր ցույց տալ, որը ավելի մեջ է։ Այդ երաշխիքները Եվրոպան տվել էր Ուկրաինայի բոլոր ղեկավարներին, որոնք եվրոպական կողմնորոշում էին բռնել։ Եվ հիմա ինչ վիճակում է Ուկրաինան։ Մենք տեսնում ենք, չէ՞, այդ երկրից 10 միլիոնից ավել մարդ գաղթել է, մի քանի միլիոն մարտի դաշտից մարտական կորուստներ, ավերված տնտեսություն եւ պատերազմներ շարունակում են, սա է Եվրոպան։ Ուստի Եվրոպայի համար հետխորհրդային տարածքի բոլոր հանրապետությունները պետք են միայն մեկ բանի համար, որքանով այդ հանրապետությունները կարող են օգտագործել Ռուսաստանի դեմ։ Տարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ ռազմի, այդ թվում նաեւ շրջափակման, այդ թվում նաեւ տնտեսության։ Մենք գործիք ենք Հայաստանը եւ մեր նման պետությունները, այդ թվում նաեւ իդեպ Ադրբեջանը, այնպես չէ որ Ադրբեջանը այդ ընդհանուր տրամաբանությունից դուրս է։ Ադրբեջանը եւս անհրաժեշտության դեպքում կարող է Եվրոպայի ձեռքին գործիք օգտագործել, բայց կարծում եմ այստեղ Ադրբեջան մի լուրջ խաղաթուղթ ունի, այն է, որ Թուրքիան սկզբունքորեն թույլ չի տա դա անել, այսինքն որպես իր կրծեր դաշնակից եւ ստրատեգիական Ադրբեջանին հետ կպահի, փորձի պահել, պաշտպանել Թուրքիան։ Իսկ Հայաստանը կամովին է նետվում այդ հորձանուտի մեջ, դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով։ Շնորհակալ եմ, պարոն Նահապետյան։ Հարգելի հաստատիտողներ, Եվրոպայի զրուցակիցը այսօր ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանն էր։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։